Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներից մեկն ամենաբարդ ու հուզականորեն ծառակշիռներից է։ Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցով հանձնաժողովների ներկայացուցիչները նոր հանդիպում են անցկացրել նպատակ ունենալով խորացնելու հումանիտար համագործակցությունը։ Քննարկվել են որոնողական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղիները, տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ եւ ամենակարևորը՝ շփման շարունակությունը իշահ անհետ կորածների հարազատների։ Բայց արդյոք այս հանդիպումների մասին տեղյակ են հենց նրանք, ովքեր ամենաշատն են սպասում լուրի, անհետ կորած իրենց որդուց, եղբորից կամ ամուսնուց։ Տեղեկություն ընդհանրապես դες չեն տվել, ասենք հանդիպել ենք, բայց կարելի ասել տեղեկություն ինչ որ մի բան ասեն, այդպես չի եղել երևի թե։ Տեղյակ եմ, բայց այտենց որ ասում ինչ որ բաներ անում են կասկածում եմ։ Պաշտոնական տվյալներով Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է 44-օրյա պատերազմում մահացած 51 ադրբեջանցու մարմիններ, ինչպես նաև 1990-ականների զոհերի 140 մասունքներ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը պնդում է, թե ունի շուրջ 4000 անհետ կորած։ Հայաստանը իր հերթին պահանջում է բացահայտել շուրջ 120 անհետ կորածի ճակատագիր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, թեև մասնակցում են գործընթացին ընդհանուր առմամբ, բայց աշխատանքը պետք է կատարվի պետական մարմինների մակարդակով։ Երկկողմ հնարավորությունները բնականաբար իշխանությունների պարտավորությունը պետք է լինի նման հարցում, որովհետև տարածաշրջանային խնդիրը բնականաբար կողմերը երկուսն էլ պետք է համաձայնության գան, թե ինչպես են աշխատել այս ուղղությամբ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը այստեղ ոչ թե անմիջապես մասնակցելն է որոնումներում, այլ աջակցել կողմերին, որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, այդ որոնումները, որպեսզի տեղի ունենան մարդկանց իրական Անհետ կորածների հարազատները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում կառավարության շենքի դիմաց, պարզելով պաստառներ եւ պահանջելով որևէ պատասխան։ Պետական մակարդակում այս շփումները իրական արժեք կստանան միայն այն ժամանակ, երբ հասանելի դառնան նրանց, ում ցավի մասին է խոսքը։ Դիանա Կարապետյան, Reopen Media։